Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, Սուրեն Պապիկյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Իսկ արդյոք սոտքի ուղղությամբ կրակոցներ եղել են, դարձյալ գրել էին, որ ինտենսիվ կրակ են բացել ադրբեջանցիները։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել։ Մինչև այդ Բաքուն շարունակում է ապատեղեկատվությունների շղթան։ Հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում է հրապարակում։ Արդյոք հնարավոր է արբանյակից նկարների միջոցով ցույց տալ իրականությունը։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Որքանով է մեծ ռազմական գործողությունների վտանգը, հետաքրքրվում են լրագրողները։ Որպեսզի նման գնահատական տան, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետևում ենք իրավիճակին։ Ներքին գործերի նախարարից լրագրողները ամենաշատը ուզում են իմանալ Վանաձորի ոստիկանությունում խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի գործի մանրամասները։ 28-ամյա տղայի հետ կատարվածը չի շտապում մեկնաբանել նախարարը, վստահեցնում է օբյեկտիվ քննություն է իրականացվելու։ Ցանկացած հանցագործություն պիտի ենթարկվի օբյեկտիվ քննության, հանցագործության մասին ահազանգ եւ կոնկրետ արձագանք լինի, կհաստատվի կամ կհերկվի տվյալ վարույթի շրջանակներում, դրանից հետո կանադառնանք կոնկրետ գնահատականներին։ Կրկնակի քննությունից հետո Ուլուբաբյանին քննչական կոմիտեն կանչել է առերեսման։ Վանաձորի ոստիկանները արցախցի տղային մարտի 16-ին ծեծել էին, պահանջելով իր վրա վերցնել բարեկամի 28-ամյա կնոջ եւ նրա մանկահասակ երեխայի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման մեղքը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։